Մրուրը խաղողի, երբ որ ճմռում են խաղողը կամ գինին, դրան նստվածքն է կամ յուղի տակը նստվածքն է։ Հետո ես մտածեցի, փոխաբերական իմաստով նայեցի, դեռ գրած էր խնդիրների, դժվարություններ, մրուրը տենց օգտագործվում որպես խնդրեմ դժվարություն, բայց դա տենց չի։ Տվյալ պարագայում այդ բառը օգտագործված է հետևյալ բանով։ Այս մարդիկ նստած են այդ նստվածքի վրա, ինչի նստվածքի վրա, որտեղ գինին կա, չէ՞ որ նստվածքը կա։ Իրանք նստած են նստվածքի վրա եւ ասում են ոչ մի բան չկա իմ կյանքում։ Բայց իրանք նստած են նստվածքի վրա, ուզում եմ ասեմ, որ գինի էլ կա, յուղ էլ կա, որտեղ իրանք նստած են այդ հետևանքի վրա, այդ հետևանքը այդ մրուրը, դա հետևանքն է, որ դու ունես այդ յուղը, դա հետևանքն է նրա, որ դու գինին ունես։ Դրա համար են նստվածքը, որ գինի չլինի, նստվածք չի լինի։ Էդեն վրացիների ասած ճաճան է, էլի, որ տակը նստում է։ Գինին վերևն է, չաչան էլի։ Չաչան էլ ավելի ուժեղ է, քան թե գինին։ Չաչան մի 50 աստիճան է, երբ որ քաշում են օղին։ Եվ գինին ամենաշատը երևի մի 15 աստիճան է լինում։ Իրանք նստած են ուրեմն այդ իրանց օրհնության վրա, ու ասում են Աստված մեր կյանքում ոչ մի բան չի արել։ Իրանք վկայություն չեն տալիս։ Եվ գիտեք հետո ինչ ասում։ Հետո ասում է, դե որ տենց է, որ դուք ասում եք Աստված ոչ մի բան չի արել, հեսա կանեմ, բայց լավ բան չեմ անի, վատ բան կանեմ ձեր համար, որտեղ ասում եք ոչ լավն անում, ոչ է վատ, այսինքն դուք վատին էլ եք, հա, համաձայն։ Այսինքն դուք համաձայն եք, որ դաժե վատն է, այսինքն այն աստիճանի ոչ մի բան չի անում, գոնե վատ բան աներ էլի մի հատ տենայինք։ Դե որը տենց է, դե որ նստել եք այդ ամեն ինչի վրա ու ասում եք ոչ մի բան չկա։ Գիտեք, մարդկա ամեն ինչ էլ ունի, բայց հələ դժգոհում է։ Էլ յուղել ունի, նստվածքի վրա են նստած արդեն։ Ինչքան շատ է նստվածքը, այնքան ուրեմն շատ է եղել, չէ՞ այդ ամեն ինչը։ Բայց հələ դժգոհ է։ Եվ ասում է այդ մարդկանց ինչ են անում, տներ են շինելու, բայց իրանք չեն ապրելու։ Այգիներ են տնկելու, բայց գինին չեն խմելու, որտեղ նստվածքի վրա նստած ասում է ոչ մի բան չկա իմ կյանքում։ Ասեք, եթե ոչ մի բան մտածում ես, որ չկա քո կյանքում, կանգնի հայելու դեմ ու նայի քեզ, դու հրաշք ես։ Ռեալ եմ ասում։ Ոնց կարող է այս փոքր սերմից մի հատ սերմ փոքր, դու այսքան փոքր սերմ ես եղել, հասկանում ես դու ով ես եղել։ Իսկ այն ժամանակ ով էլ չես եղել, ինչ ես եղել։ Բայց դու այսօր կաս։ Մարդու աչքերը ավելի զորավոր են, քան ցանկացած տեսախցիկ, 4 կայա, չգիտեմ 8 կայա, 16 կայա, այդ որ այդքան լավ նկարում է գեղեցիկ։ Մարդու աչքը միլի վայրկյանների ընթացքում կարա մոտիկից նայի մի անգամից հեռուն ու ոչ մի ֆոկուսը չփախնի, եթե ինքը նորմալ աչքեր ունի։ Բայց ցանկացած կամերա արագ քաշում է սենկոյի վրա չի կարում։ Ինչ-որ մի միլի վայրկյան ինքը պետքա խելքի գա։ Ու դա մեր կամերան սարքած չի երկաթից։ Այս երկուսը կամերա է, պատկերացնում եք։ Էսի քանի դե է։ Ես չգիտեմ էսի քանի դե է, ով գիտի։ Ես չգիտեմ էս քանի դե է։ Բայց ինքը նայում է ու ինքը հողից է սարքած։ Մսից է, ինչի է հողից սարքած, որովհետև երբ որ գցում ես հողի մեջ վերջում, ինքը փտում դառնում է հող։ Ոսկին մնում է ոսկի։ Բայց ինքը հողից է սարքած։ Դու կարաս հողից մի բան կամերա սարքես։ Վիդեո կամերան հողից է։ Ռոբ կարա՞ր քո կամերան վիդեո նկարում ես հողից լինի։ Ասենք ես ոնց է սարքած, ասես ես եմ սարքել հողից։ Հողից ամենաշատը Ալան Բուջիկ սարքես, ավելի ոչ իման մարդը չի կարա սարքի։ Բայց Աստված հողից մարդ է շինել։ Եվ դու ասում ես Աստված ոչ մի բան չի անում, լսի որ երեխեն գալիս է տուն ուրախանում է, դա Աստված է արել։ Եվ գիտեք ինչ է ուզում ասել։ Ինքը իրան այս մարդիկ եւ այս մարդիկ մի խումբ կա մարդկանց, որոնք նսեմացնում են հրաշքները։ Որոնք ասում են ոչ մի բան իմ կյանքում չի լինում։ Գիտեք ինչի են տենց ասում, որ ոչ մի բան չի լինում։ Իրանք ուզում են ասեն, որ ինչ որ իմ կյանքում լինում է, դա իմ խելքով է լինում, իմ հնարավորությամբ է լինում։ Գիտությունն է տենց արել։ Ես այսօր առավոտ նորից մի տեղ էի բացել, նայում էի, գիտեք աթեիստները ինչ էին ասում։ Աթեիստները ասում են, որ Կարմիր ծովից մարդիկ չեն անցել։
Իսրայելը կարմիր ծովով չի անցում, ասում են Բուդյոնին էլ է անցե ծովի վրայով, որովհետև դա սաղր ծոց ա եղել իշոր, ծովը ծովին միացնող շուր եւ իրականությունն է դա։ Եվ ինքը զորքերով կարմիր բանակը անցել է այդտեղով եւ հաղթանակ է տարել այդ ծովի վրայով որ անցել, որովհետև այդտեղ շատ սաղր է եղել։ Բայց ինքը ծոց է։ Ասում են ընդեղ էլ է սաղր եղել, то есть այսինքն խորը չի եղել։ Դե որ խորը չի եղել, բա ոնց Փարավոնի զորքերը խորտակվեցին դրա մեջ։ Ասում են գիտեք ինչ, այդ որ ավետարանում գրված է որ երեխեն երկու ձուկ բերեց եւ 5 հաց, այդ ուղակի մեծ ձկներ էին։ Ուրեմն պատկերացնես որ մեծ ձկներ էին, որ այդքան 1000 մարդ կերան եւ այդ հացերն էլ մեծ հացեր էին։ Այդքան մարդ կերան, դուք էլ դրեք հավատում եք դրան։ Ես ռեալ բաներ եմ ասում, աթեիստական դպրոցներ կային։ Բայց այնտեղ գրած որ փոքր երեխա էր, այդ փոքր երեխան ինչ կարող է այդ ակուլային երկու հատ ակուլա վերցներ գցեր իր ուսին ու տաներ ու այդ հացերն էլ մեծ որ 5000 էլ մենակ գրված է մինիմումը, լը չհաշված այնտեղ կանանց ու երեխաներին մի 15000 հոգի լինում է։ Գիտեք սատանան ուզում է նսեմացնի հրաշքը, սատանան ուզում է սպանի Ղազարոսին։ Երբեք քո կյանքում չկարծես թե ինքնըստինքյան մի բան է տեղի ունեցել։ Երկիրը իրան ա եղել, ոչ մեկ չի ասել, լսեք, երբ որ դեռ հələ պարզ չէր, որ երկիրը կլոր է, եւ բոլոր ասում են, որ երկիրը տափակ է, որտեւ իրանք էին տափակ։ Իրենք գիտեն, թե ամեն ինչ տափակ է։ Բայց Եսայի մարգարեության կարծեմ 40-րդ գլխում գրված է, որ նա է, որ նստում է երկրի գունդի վրա։ Հրեաները Հիսուս Քրիստոսից 700 տարի առաջ արդեն գիտեին, որ երկիրը կլոր է։ Երբ որ մարդը ասում է, դե գիտեք բանը, դա սովորական բան է։ Սովորական բան է, բնական է։ Երբ որ մեկին մի բան ես պատմում, ասում ես, ապա գիտես ինչ եղավ։ Ես վատ էի զգում ինձ, ստամոքսս ցավում էր։ Ես աղոթեցի ու ստամոքսից ցավ անցավ։ Ու դու հավատում ես, որ դա Աստծուց է։ Եվ մեկ ասում է, ապա իմ ստամոքսն էլ էր ցավում, բայց ես չաղոթեցի։ Բայց ինք իրան անցավ ապա։ Արա ամեն ինչ վերագրում եք Աստծուն, իմ կյանքում էլ, գիտեք ինչ է անում, նսեմացնում է քո հավատքը։